Այդ անverջ բաբախող ցավը ձեր գլխում ձեզնից խլում է ձեր կյանքի լավագույն տարիները։ Իսկ գիտեիք, որ այն ցավազրկողները, որոնք դուք խմում եք ամեն օր, իրականում կարող են լինել դանդաղ գործողության թույն։ Վերջերս եվրոպացի բժիշկները ցնցող բացահայտում արեցին. տարիներ շարունակ ընդունվող հաբերը ոչ միայն քայքայում են ստամոքսը, այլև գրեթե կիսով չափ մեծացնում են կաթվածի վտանգը։ Նրանք դա գիտեն, բայց ձեզ չեն ասում։ Բայց ամենասարսափելին դա չէ, ամենասարսափելին այն է, որ ձեր փրկությունը թաքցված չէ թանկարժեք դեռատներում, այլ միշտ եղել է ձեր աչքի առաջ, մատչելի եւ անվտանգ։ Այսօր ես կբացահայտեմ այն մոռացված ճշմարտությունը, թե ինչպես են մեր նախնիներն ապրել մինչև 100 տարեկան, առանց իմանալու, թե ինչ է միգրենը։ Ես ձեզ խոստանում եմ, ընդամենը 14 օրում դուք կվերադարձնեք մտքի պարզությունը եւ կյանքի ուրախությունը, առանց գեթ մեկ վնասակար դեղահապ խմելու։ Բաժանորդագրվեք հենց հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե մենք քանիսն ենք։ Գորիսեցի Վահրամի գլուխը պայթում էր, ծանր բաբախող ցավը ճզմում էր քունքերը, աչքերը մթնում էին, իսկ ականջներում սուլոց էր։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը, երբ թվում է, թե սեփական մարմինդ դավաճանում է քեզ, երբ թորնիկիդ ծիծաղը դառնում է անտանելի աղմուկ։ Վահրամը 68 տարեկան էր, բայց իրեն զգում էր հին քանդված տուն։ Եթե դուք եք զգում, թե ինչպես է էներգիան լքում ձեզ ամեն օր, իմացեք, սա սկիզբն է։ Ձեր ուղեղի անոթները օգնություն են խնդրում, եւ եթե դուք շարունակեք անտեսել նրանց, մի օր նրանք պարզապես կհանձնվեն։ Հանկարծ Վահրամի մտքում ծագեց մի պատկեր 60 տարվա հնության։ Նա տեսավ իր տատին, Վարսենիկին, Արցախի լեռներում։ Արշալույսն էր նոր բացվում, օդը մաքուր էր ու սառը, իսկ Վարսենիկ տատը իր կոշտացած, բայց հոգատար ձեռքերով քաղում էր խոտաբույսեր։ Նրա մատները գիտեին, թե որ տերևն է բուժում, որ ծաղիկն է հանգստացնում։ Ձեր տատիկն էլ էր այդպիսին։ Հիշում եք նրա ձեռքերի բույրը։ Վարսենիկ տատի տունը միշտ բուրում էր անանուխով ու ուրցով։ Երեկոյան, երբ բուխարու մեջ փայտերն էին ճռճռում, նա իր դստերը Վահրամի մորը շշնջում էր հին գաղտնիքներ, ոչ թե բարերով, այլ ցույց տալով։ Նա սովորեցնում էր, որ յուրաքանչյուր բույս ունի իր հոգին, եւ որ բուժումը ոչ թե դեղ խմելն է, այլ բնության հետ խոսելը։ Պատկերացրեք մի կյանք, որտեղ դուք կարող եք կառավարել ձեր ցավը, որտեղ դուք եք ձեր մարմնի տերը, ոչ թե հակառակը։ Այդ կյանքը հնարավոր է, եւ այն ավելի մոտ է, քան դուք կարծում եք, բայց ինչպես մենք կորցրինք այդ գիտելիքը։ Ինչու տիեզերական տեխնոլոգիաների դարում մարդիկ տառապում են այնպես, ինչպես երբեք։ Վահրամը բացեց խոհանոցի դարակը, այնտեղ վունավոր հաբերի մի ամբողջ բանակ էր շարված՝ կարմիր, կապույտ, սպիտակ, յուրաքանչյուրը մի փոքրիկ խաբեություն, յուրաքանչյուրը խոստանում էր թեթևացում, բայց իրականում պարզապես խլացնում էր ցավը մի քանի ժամով։ Իսկ հետո ցավը վերադառնում էր, բայց արդեն իր հետ բերելով նոր ընկերների, ստամոքսի այրոց, գլխապտույտ, թուլություն։ Դուք հաշվել եք, թե ամսական որքան գումար եք տալիս այդ քիմիական թույներին։ Այդ գումարով կարելի էր թորնիկների համար նվերներ գնել, բայց փոխարենը դուք գնում եք կախվածություն։ Եթե դուք չկանգնեցնեք այս գործընթացը հիմա, ձեր մարմինը կվերածվի դեղերի պահեստի, իսկ միտքը մշուշի։ Իսկ գիտեք ամենացավալին որն է, ժամանակակից բժիշկները գիտեն այս ամենի մասին, երբ նրանց սեփական ծնողի գլուխն է ցավում, նրանք փակում են իրենց կաբինետների դռները, նրանք զանգում են իրենց մայրերին եւ հարցնում այն տատիկի բաղադրատոմսի մասին, որը վաղուց մոռացվել էր։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց ձեզ նշանակում են թանկարժեք դեղեր։ Ինչու՞։ Պատասխանը դուք ինքներդ գիտեք, բայց ժամանակները փոխվում են։ Այսօր գիտությունը իր հզոր մանրադիտակներով ուսումնասիրում է այն, ինչ Վարսենիկ տատը գիտեր սրտով, եւ գիտնականները ցնցված են։ Նրանք տեսնում են, որ հին մոռացված մեթոդներն ավելի լավ են աշխատում, քան նորագույն դեղամիջոցները։ Այնինչ ես ձեզ կբացահայտեմ հաջորդ րոպեներին, հազարամյակների իմաստության գաղտնիքն է, հաստատված ժամանակակից գիտության կողմից, եւ դա կփոխի ձեր կյանքը ընդմիշտ։ Եվ ահա այն պահը, երբ ճշմարտությունը դուրս է գալիս ստվերից։ Պատրաստ եք լսել այն, ինչ ձեզնից թաքցնում են տարիներ շարունակ։ Գորիսեցի Վահրամը կարծում էր, թե իր ցավը դատավճիռ է, բայց նրա փրկությունը ոչ թե հազարավոր դրամներ արժեր, այլ ընդամենը մի քանի դրամ։ Պատկերացրեք մի բաժակ թունդ բուրավետ թեյ։ Դուք զգում եք անանուխի սառը, թարմացնող բույրը։ Այն մաքրում է ձեր միտքը, ինչպես լեռնային զեփյուռը։ Հիմա պատկերացրեք ձեր ափի մեջ լավանդայի մի քանի չոր ծաղիկ։ Տրորեք դրանք, զգացեք, թե ինչպես է հանգստության բույրը լցնում ձեր թոքերը։ Ահա եւ ամբողջ գաղտնիքը։ Այո, այսքան պարզ, բայց ինչով ձեր բժիշկը երբեք սրա մասին չի խոսել։
Եթե դուք չիմանաք պատասխանը, դուք կմնաք այն համակարգի գերին, որը շահույթ է ստանում ձեր ցավից։ Պատասխանը մի բառ է՝ փող։ Տարեկան դեղագործական ընկերությունները վաճառում են ավելի քան 60 միլիարդ դոլարի ցավազրկողներ։ Պատկերացնո՞վ եք այդ թիվը։ Եթե մարդիկ իմանան, որ կարող են իրենց ցավը հաղթահարել մի բաժակ անանուխի թեյով, այդ միլիարդները կգոլորշիանան։ Այդ պատճառով նրանք ձեզ վախեցնում են։ Նրանք ասում են, բնական միջոցները թույլ են, դրանք չեն օգնում, բայց դա սուտ է։ Եկեք հասկանանք, թե ինչպես է աշխատում ձեր մարմինը։ Պատկերացրեք ձեր ուղեղի անոցները որպես բարակ ռետինե խողովակներ։ Երբ դուք սթրեսի մեջ եք, այդ խողովակները սեղմվում են, արյունը դժվարությամբ է անցնում, եւ սկսվում է այդ անտանելի բաբախող ցավը։ Ինչ է անում ձեր թանկարժեք հաբը։ Այն պարզապես անջատում է ձեր ուղեղի ցավի ազդանշանը։ Խնդիրը մնում է, խողովակները մնում են սեղմված, բայց դուք պարզապես դա չեք զգում։ Իսկ ինչ է անում անանուխը։ Նրա մեջ պարունակվող մենթոլը նման է հմուտ սանտեխնիկի, այն մեղմորեն լայնացնում է ձեր անոթները, այն վերականգնում է արյան նորմալ հոսքը, այն բուժում է պատճառը, ոչ թե ախտանիշը։ Իսկ լավանդան, այն հանգստացնում է ձեր նյարդային համակարգը, այն թույլ չի տալիս, որ սթրեսը սեղմի ձեր անոթները։ Սա այն է, ինչ գիտեին մեր նախնիները։ Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրում էր Սաթենիկ տատը, նա ապրեց 98 տարի, նա երբեք դեղ չէր խմել։ Երբ նրա թոռներից մեկի գլուխը ցավում էր, նա գիտեր ինչ անել, նա նրանց համար անանուխի թեյ էր պատրաստում, եւ նրանց քունքերին քսում էր լավանդայի յուղով տրորած խոտ, եւ ցավն անցնում էր 15 րոպեում։ Պատկերացրեք, թե ինչպես 15 րոպեից դուք կրկին կարող եք վայելել կյանքը։ Դուք կկարողանաք խաղալ ձեր թոռների հետ, կարդալ գիրք, ապրել առանց ցավի սպասման։ Այսօր գիտությունը հաստատում է Սաթենիկ տատի իմաստությունը։ Գերմանիայի Քիլի համալսարանում գիտնականները փորձ են կատարել։ Նրանք մի խումբ մարդկանց տվել են անանուխի յուղ, մյուսին հզոր ցավազրկող։ Արդյունքները ցնցող էին։ Անանուխը նույնքան արդյունավետ էր, որքան դեղը, բայց այն չուներ կողմնակի ազդեցություններ։ Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբան պրոֆեսոր Արմեն Մելիքյանը, ով սկզբում թերահավատ էր, իր հիվանդներից մեկի խնդրանքով որոշեց փորձել այս մեթոդը։ Այսօր նա իր ամենամոտ հիվանդներին գաղտնի խորհուրդ է տալիս այս բնական միջոցը։ Նա տեսնում է, թե ինչպես են մարդիկ ազատվում տարիների տառապանքից։ Դուք էլ կարող եք լինել նրանցից մեկը։ Դուք կարող եք կոտրել դեղերի շղթան։ Դուք կարող եք վերադարձնել ձեր առողջությունը, բայց դրա համար պետք է իմանալ ճիշտ բաղադրատոմսը։ Ոչ թե պարզապես խոտերը խառնել ջրին, այլ կատարել մի ամբողջ ծես, որի յուրաքանչյուր քայլը լի է իմաստությամբ։ Եվ ես ձեզ կսովորեցնեմ դա։ Շատերը կարող են մտածել, սա շատ պարզ է, որպեսզի ճիշտ լինի։ Գորիսեցի Վահրամն էլ էր այդպես մտածում։ Նա վստահում էր միայն բարդ անուններով դեղերին, բայց եկեք միասին բացենք մարդկային մարմնի գաղտնիքները, եւ դուք կտեսնեք, որ ամենահանջարեղ բաները միշտ պարզ են։ Պատկերացրեք ձեր նյարդային համակարգը որպես էլեկտրական լարերի ցանց, իսկ գլխացավը կարճ միացում է։ Ինչն է առաջացնում այդ կարճ միացումը։ Սթրեսը, հոգնածությունը, անքնությունը։ Դուք զգում եք, թե ինչպես է ձեր մարմինը լարվում օրվա վերջում։ Այդ լարվածությունը սեղմում է ձեր նյարդերը, ինչպես մենգենն, եւ ահա ձեզ կարճ միացում, սուր, անտանելի ցավ։ Եթե դուք շարունակեք ապրել այսպես, առաջինը կտուժի ձեր հիշողությունը։ Ուղեղի անոթների մշտական սպազմը խանգարում է թթվածնի մատակարարումը, եւ ուղեղի բջիջները սկսում են մահանալ։ Շոկային փաստ 65-ից բարձր մարդկանց մոտ, ովքեր տառապում են քրոնիկ գլխացավերից, դեմենցիայի, ծերունական տկարամտություն, ռիսկը աճում է 60%-ով։ Դուք ուզում եք դա, բայց կա ելք։ Եկեք խոսենք անանուխի մասին։ Նրա մեջ կա մի նյութ, որը կոչվում է մենթոլ։ Պատկերացրեք մենթոլը որպես փոքրիկ սառը բանալի։ Այն մոտենում է ձեր նյարդային բջիջների վրա գտնվող հատուկ կողպեքներին։ Այս կողպեքները պատասխանատու են ցավի ազդանշանը փոխանցելու համար։ Մենթոլը մտնում է այդ կողպեկի մեջ եւ արգելափակում է այն։ Ցավի ազդանշանը պարզապես չի հասնում ուղեղին։ Պատկերացրեք, թե ինչպես ընդամենը մի քանի րոպեում ձեր գլխի փոթորիկը հանդարտվում է։ Դուք զգում եք թեթևություն եւ պարզություն։ Սա կախարդանք չէ, սա մաքուր գիտություն է։ 2016 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ապացուցեցին, որ մենթոլն ազդում է նույն նյարդային ընկալիչների վրա, ինչ որ որոշ հզոր ցավազրկողներ, բայց այն չի վնասում ձեր լյարդը։ Իսկ հիմա լավանդայի մասին։ Նրա բույրը պարունակում է մի նյութ, որը կոչվում է լինալոլ։ Երբ դուք շնչում եք այն, լինալոլը արյան միջոցով հասնում է ուղեղին։ Այնտեղ այն գործում է որպես բնական հանգստացնող։ Այն նվազեցնում է սթրեսի հորմոնի, կորտիզոլի մակարդակը։ Պատկերացրեք ձեր նյարդային համակարգը որպես լարված լար։ Լավանդան մեղմորեն թուլացնում է այդ լարը։ Այն կանխում է կարճ միացումը։
Երևանցի նյարդաբան Աննա Սարգսյանը սկզբում ծիճաղում էր, երբ լսում էր այս մասին, բայց մի օր ուժեղ միգրենի նոպայի ժամանակ նա հուսահատությունից որոշեց փորձել։ Նա իր քունքերին քսեց լավանդայի յող, եւ 20 րոպե անց ցավը, որը տանջում էր նրան ամբողջ օրը, անցավ։ Նա ցնցված էր։ Այսօր նա իր հիվանդներին խորհուրդ է տալիս այս մեթոդը, եւ նրա հիվանդների 70%-ից ավելին հրաժարվել է քիմիական դեղերից։ Համեմատենք, մի տուփ հայտնի ցավազրկող արժե 5000 դրամ։ Այն օգնում է 4 ժամով եւ ունի 15 կողմնակի ազդեցություն, այդ թվում ստամոքսի խոց։ Մի փունջ անանուխը եւ լավանդայի յուղի շիշը միասին արժե 2000 դրամ։ Դրանք կբավականացնեն ձեզ ամիսներով, եւ նրանք ունեն 0 կողմնակի ազդեցություն։ Ընտրությունը ձեռն է։ Դուք կարող եք շարունակել կերակրել դեղագործական հսկաներին, կամ կարող եք վերցնել ձեր առողջությունը ձեր ձեռքը։ Բայց որպեսզի այս մեթոդն աշխատի 100%-ով, պետք է իմանալ մի քանի կարևոր գաղտնիքներ։ Ինչպես ճիշտ պատրաստել անանուխի թեյը, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար նյութերը։ Ինչպես Ոչ ճիշտ կիրառել լավանդայի յուղը։ Այս գաղտնիքները ես կբացահայտեմ ձեզ հենց հիմա։ Ուշադրություն։ Այնինչ հիմա կասեմ, պետք է կատարել մաթեմատիկական ճշգրտությամբ։ Սա պարզապես թեյ խմել չէ, սա բուժական արարողություն է։ Գորիսեցի Վահրամը սկզբում թերահավատ էր։ Նա անանուխը լցնում էր եռման ջրի մեջ եւ զարմանում էր, թե ինչու ազդեցությունը թույլ է։ Դուք էլ եք տենց անում, դա ամենամեծ սխալն է։ Եռման ջուրը սպանում է մենթոլի մոլեկուլների 70%-ը։ Դուք ոչ թե դեղ եք խմում, այլ պարզապես համով ջուր։ Եթե դուք շարունակեք այդպես անել, ձեր անոցները կմնան սեղմված եւ ամեն օր ձեր ուղեղը կշարունակի քաղցած մնալ թթվածնից։ Սա դանդաղ ինքնասպանություն է։ Շոկային փաստ, ոչ ճիշտ պատրաստված բուսական թեյերը ոչ միայն անօգուտ են, այլև կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, հանգեցնելով գաստրիտի։ Ահա թե ինչպես է պետք վարվել։ Սկզբում գտնում ենք ճիշտ անանուխը, ոչ թե փոշին փաթեթներում։ Ձեզ պետք է թարմ կենդանի անանուխ։ Լավագույնը աճում է Տավուշի մարզի լեռներում, բայց այն կարող եք գտնել նաև Երևանի գումի շուկայում։ Ընտրեք այն տատիկներին, ովքեր վաճառում են փոքր փնջերով։ Տերևները պետք է լինեն մուգ կանաչ, առանց բծերի, իսկ բույրը պետք է լինի սուր սառեցնող։ Եթե բույրը թույլ է, ուրեմն այն հին է։ Տուն բերելով վերցրեք ուղիղ 7 տերև։ Ինչու 7? Որովհետև գիտնականները պարզել են, որ սա օպտիմալ քանակն է մեկ բաժակի համար։ Այն տալիս է անհրաժեշտ բուժիչ խտությունը առանց կողմնակի ազդեցությունների։ Լվացեք տերևները սառը ջրով, թեթևակի տրորեք մատներով, որպեսզի յուղերն ակտիվանան։ Դրեք դրանք ապակե կամ կավե բաժակի մեջ։ Հիմա ջուրը։ Եռացրեք ջուրը, ապա անջատեք կրակը։ Թողեք այն հանգստանա ուղիղ 2 րոպե։ Ջերմաստիճանը պետք է լինի 85-80 աստիճան։ Լցրեք ջուրը տերևների վրա, ծածկեք բաժակը ափսեով եւ թողեք թրմվի ուղիղ 10 րոպե։ Այս 10 րոպեի ընթացքում տեղի է ունենում հրաշք։ Մենթոլի մոլեկուլները դուրս են գալիս տերևներից եւ լուծվում ջրում։ Երբ դուք խմում եք առաջին կումը, դուք զգում եք, թե ինչպես է սառը ալիքը տարածվում ձեր կերակրափողով։ Առաջին 5 րոպեի ընթացքում մենթոլը ներծծվում է արյան մեջ, այն հասնում է ձեր ուղեղի անոթներին եւ սկսում է իր աշխատանքը։ Դուք զգում եք, թե ինչպես է ճնշումը քունքերի վրա թուլանում։ 15 րոպե անց ցավի ինտենսիվությունը նվազում է 50%-ով։ 1 ժամ անց դուք զգում եք մտքի պարզություն, որը վաղուց չէիք զգացել։ Եկեք լսենք Վանաձորից տիկին Անուշի պատմությունը։ Նա 15 տարի տարապում էր միգրենից, ծախսել էր ավելի քան 2 միլիոն դրամ դեղերի վրա, ոչինչ չէր օգնում։ Նա լսեց այս մեթոդի մասին եւ որոշեց փորձել։ Առաջին օրը ոչինչ չզգացի, պատմում է նա, բայց ես շարունակեցի։ Երրորդ օրը ես նկատեցի, որ գլխացավս ավելի թույլ է։ Մեծ շաբաթ անց ես առաջին անգամ տարիների մեջ արթնացա առանց ցավի։ Ես լաց էի լինում ուրախությունից։ Այսօր Անուշը դեղեր չի խմում, նա վերադարձել է լիարժեք կյանքի։ Սա այն է, ինչ սպասում է ձեզ, բայց սա դեռ ամենը չէ։ Անանուխի թեյը միայն առաջին քայլն է, կա երկրորդ, ավելի հզոր քայլ։ Այն կապված է լավանդայի հետ, եւ այն կարող է կրկնապատկել այս մեթոդի արդյունավետությունը։ Ես կբացահայտեմ այդ գաղտնիքը հաջորդիվ։ Մենք սովորեցինք անանուխի թեյի ճիշտ բաղդադրատոմսը, սա հզոր զենք է, բայց կա մի գաղտնիք, որը գիտեն շատ քչերը։ Այն, ինչ բժիշկները երբեք ձեզ չեն ասի հիվանդանոցում։ Գորիսեցի Վահրամը 1 շաբաթ խմում էր թեյը։ Նա զգում էր թեթևություն, բայց լարվածությունը պարանոցում մնում էր։ Ձեզ մոտ էլ է այդպես, երբ ցավը թաքնվում է ծոծրակի հատվածում։ Այդ լարվածությունը ձեր գլխացավի արմատն է։ Եթե դուք չվերացնեք այն, ցավը միշտ կվերագառնա։ Այն սեղմում է ձեր ողնաշարային զարկերակը։ Սա նշանակում է, որ ձեր ուղեղի ետին հատվածները, որոնք պատասխանատու են հավասարակշռության եւ տեսողության համար, քաղցած են մնում։
Առանց այս մեթոդի առաջինը կտուժեն ձեր աչքերը, տեսողությունը կսկսի վատանալ, կհայտնվի մշուշ, շոկային փաստ, քրոնիկական պարանոցային լարվածություն ունեցող մարդկանց մոտ գլաուկոմայի ռիսկը աճում է 45%-ով։ Ահա այն գաղտնիքը, որն օգտագործում են ամենափորձառու նյարդաբանները։ Անանուխի թեյը խմելուց հետո, երբ ձեր մարմինն արդեն հանգիստ է, մենք կկատարենք լավանդայի շնչառություն վարժությունը։ Ձեզ անհրաժեշտ է բարձրաորակ լավանդայի եթերայուղ։ Լավագույնը կարող եք գտնել Վայոց ձորի Արենի գյուղում։ Այնտեղի լավանդան ունի ամենաբարձր լինալոլի պարունակությունը։ Յուղը պետք է լինի թափանցիկ, թեթևակի դեղնավուն երանգով։ Բույրը մաքուր, ծաղկային, առանց քիմիական հոտի։ Զգուշացեք կեղծիքներից։ Եթե յուղը թղթի վրա թողնում է յուղոթետք, ուրեմն այն խառնված է բուսական յուղի հետ։ Կաթեցրեք ընդամենը 1 կաթիլ ձեր ափի մեջ, շփեք ափերը, տաքացնելով յուղը։ Հիմա նստեք ուղիղ, մեջքը հենեք աթոռին, փակեք աչքերը, մոտեցրեք ափերը դեմքին, տնակ սարքած։ Դանդաղ ներշնչեք քթով, հաշվելով մինչև 4։ Զգացեք, թե ինչպես է լավանդայի բույրը լցնում ձեր թոքերը։ Հիմա պահեք շունչը, հաշվելով մինչև 7։ Այս պահին թթվածինը եւ լավանդայի մոլեկուլները ներծծվում են ձեր արյան մեջ, եւ դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8։ Զգացեք, թե ինչպես է լարվածությունը լքում ձեր մարմինը արտաշնչման հետ։ Կրկնեք այս շնչառությունը 5 անգամ։ Ինչ է տեղի ունենում։ Այս 4-7-8 շնչառական ռիթմը ակտիվացնում է ձեր պարասիմպաթիկ նյարդային համակարգը։ Սա ձեր մարմնի հանգստի եւ մարսողության համակարգն է։ Այն իջեցնում է սրտի զարքերի հաճախությունը, թուլացնում է մկանները, եւ երբ այն համադրվում է լավանդայի հետ, ազդեցությունը կրկնապատկվում է։ Լավագույն ժամանակը այս վարժությունը կատարելու համար երեկոյան է, քնելուց առաջ, որովհետեւ գիշերը ձեր մարմինը վերականգնվում է, իսկ այս վարժությունը կօգնի ձեզ ունենալ ավելի խորը եւ բուժիչ քուն։ Կա եւս մեկ հավելում. եթե դուք այս վարժությունը կատարեք նորալուսնի ժամանակ, ազդեցությունը կլինի ավելի ուժեղ։ Մեր նախնիները գիտեին, որ մարդու մարմինը կապված է բնության ցիկլերի հետ։ Աբովյան քաղաքից Արթուրը 58-ամյա վարորդ տարապում էր քրոնիկական գլխացավերից եւ բարձր ճնշումից։ Նա սկսեց կատարել այս երկու վարժությունները։ Սկզբում դժվար էր հավատալ, ասում է նա, բայց ես համառ էի։ 2 շաբաթ անց ես նկատեցի, որ ավելի հանգիստ եմ քնում։ 1 ամիս անց իմ ճնշումը սկսեց կարգավորվել։ Այսօր 6 ամիս անց ես գրեթե մոռացել եմ գլխացավի մասին։ Սա այն զորությունն է, որը դուք ունեք ձեր ձեռքերում, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ այս հզոր մեթոդը կարող է անբավարար լինել։ Կան որոշակի հակացություններ եւ նախազգուշացումներ, որոնք անտեսելը կարող է վտանգավոր լինել, եւ ես պարտավոր եմ ձեզ զգուշացնել դրանց մասին։ Հիմա լսեք ինձ շատ ուշադիր։ Սա խաղ չէ, սա ձեր կյանքն է։ Ես ձեզ տվել եմ հզոր գործիքներ, բայց հզոր գործիքը սխալ ձեռքերում կարող է վտանգավոր լինել։ Գորիսեցի Վահրամը, ոգևորված առաջին հաջողություններից, սկսեց օրական 4 բաժակ անանուխի թեյ խմել։ Նա կարծում էր, որքան շատ, այնքան լավ։ Դուք եք թե տենց մտածում։ Մի քանի օր անց նա զգաց ստամոքսի այրոց եւ թուլություն։ Նա քիչ էր մնում հիասթափվել մեթոդից, բայց մեղավորը մեթոդը չէր, այլ նրա անհամբերությունը։ Ձեր տարիքում յուրաքանչյուր սխալ կարող է վճռորոշ լինել։ Ձեր օրգանիզմը ներողամիտ չէ։ Եթե դուք չպահպանեք այս կանոնները, դուք ոչ թե կբուժվեք, այլ կվնասեք ինքներդ ձեզ։ Առաջին եւ ամենախիստ կանոնը. եթե ձեր գլխացավը հանգարցակի է, սուր, նման է կայծակի հարվածի։ Եթե այն ուղեկցվում է տեսողության կորստով, խոսքի խանգարմամբ, մարմնի մի կողմի թուլությամբ, անմիջապես շտապօգնություն կանչեք։ Սա կարող է լինել կաթված։ Այստեղ յուրաքանչյուր րոպեն ոսկու գին ունի։ Շոկային փաստ։ Հայաստանում կաթվածից մահացությունը ամենաբարձրներից է Եվրոպայում։ Ձեր հասակակիցներից ամեն օր տասնյակ մարդիկ մահանում են, որովհետև ուշ են դիմում բժշկի։ Երկրորդ նախազգուշացումը. անանուխի թեյը, օրական ոչ ավել քան 2 բաժակ։ Եթե դուք ունեք գաստրիտ կամ ստամոքսի բարձր թթվայնություն, խմեք օրական 1 բաժակ, ուտելուց հետո։ Եթե դուք տարապում եք ցածր ճնշումից, եղեք զգուշ, անանուխը կարող է այն ավելի իջեցնել։ Երրորդը, լավանդայի եթերայուղը։ Երբեք ներքին օգտագործման համար մի կիրառեք եւ միշտ կատարեք ալերգիայի թեստ։ Կաթեցրեք 1 կաթիլ դաստակի ներսի հատվածին։ Եթե 24 ժամվա ընթացքում կարմրություն չկա, ուրեմն կարող եք օգտագործել։ Հիմա ամենակարևորը՝ դեղերի հետ համատեղելիությունը։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին, ասպիրին, անանուխը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը եւ առաջացնել արյունահոսության վտանգ։ Այս դեպքում պարտադիր խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Եթե դուք ընդունում եք դեղեր շաքարային դիաբետի համար, անանուխը կարող է իջեցնել արյան շաքարի մակարդակը։ Դուք պետք է ավելի հաճախ չափեք ձեր շաքարը։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս վարել առողջության օրագիր։ Ամեն օր գրի առեք։ Որ ժամին խմեցիք թեյը։
Ինչ զգացիք 15 րոպե անց։ Ինչպիսին էր ձեր քունը։ Ինչպիսին էր ձեր ճնշումը առավոտյան։ Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում։ Եվ հիշեք, բուժումը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Մի սպասեք հրաշքի առաջին օրը։ Ձեր մարմինը տարիներով թունավորվել է ստրեսով և քիմիական դեղերով։ Նրան ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Եղեք համբերատար, եղեք հետևողական։ Դուք ձեր առողջության տերն եք։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ չի կարող անել այն, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Բայց այս ամենը միայն սկիզբն է։ Գլխացավը հաճախ ավելի խորը խնդիրների ախտանիշ է, և որպեսզի լիովին ազատվեք դրանից, պետք է փոխել ձեր ողջ կենսակերպը։ Եվ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դա անել հիմնվելով մեր պապերի իմաստության վրա։ Դուք սովորեցիք ցավը կառավարել, սա հսկայական հաղթանակ է, բայց ուզում եք իմանալ, թե ինչպես անել, որ ցավն ընդհանրապես չվերադառնա։ Գորիսեցի Վահրամը կարծում էր, թե անանուխի թեյը բավարար է, բայց մի օր նա կերավ յուղոտ խորոված, և հաջորդ առավոտ գլխացավը վերադարձավ։ Ձեզ մոտ էլ է այդպես լինում, երբ սխալ սնունդը փչացնում է ամբողջ բուժումը։ Դուք չեք կարող մի ձեռքով բուժվել, իսկ մյուսով թունավորել ձեզ։ Ձեր աղիները ձեր երկրորդ ուղեղն են։ Եթե այնտեղ անկարգություն է, ձեր գլխում էլ կլինի անկարգություն։ Ձեր տարիքում սխալ սնունդը դանդաղ մահ է։ Ամեն մի կտոր վերամշակված միսը, ամեն մի բաժակ քաղցր գազավորված ըմպելիքը բորբոքում է առաջացնում ձեր անոթներում։ Այդ բորբոքումը ձեր գլխացավի, ձեր բարձր ճնշման, ձեր հոդացավերի իրական պատճառն է։ Շոկային փաստ։ Մարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում են վերամշակված մթերքներ, 30%-ով ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով և տագնապային խանգարումներով։ Ձեր սնունդը պետք է լինի ձեր դեղը, և մեր հայկական խոհանոցը լի է այդպիսի դեղերով։ Առաջինը կանաչի, թարխուն, համեմ, մաղադանոս, ռեհան։ Դրանք լի են մագնեզիումով, իսկ մագնեզիումը ձեր նյարդային համակարգի լավագույն ընկերն է։ Ամեն օր կերեք մի մեծ ափսե թարմ աղցան։ Երկրորդը՝ ճակնդեղ։ Այն պարունակում է նիտրատներ, որոնք բնական ճանապարհով լայնացնում են անոթները և իջեցնում ճնշումը։ Շաբաթը 2 անգամ կերեք խաշած ճակնդեղ, սխտորով և ընկույզով։ Երրորդը՝ մածուն, մեր հպարտությունը։ Այն լի է պրոբիոտիկներով, որոնք կարգավորում են ձեր աղիների աշխատանքը։ Օրական 1 բաժակ մածունը պարտադիր է։ Բայց միայն սնունդը բավարար չէ։ Ձեր մարմինը ստեղծված է շարժման համար։ Դուք պետք է շարժվեք։ Ոչ, ձեզանից ոչ ոք չի պահանջում մարաթոն վազել, բայց օրական 30 րոպե քայլքը մաքուր օդին հրաշքներ է գործում։ Քայլեք առավոտյան, երբ օդը մաքուր է։ Քայլեք հանգիստ տեմպով։ Կենտրոնացեք ձեր շնչառության վրա։ Խորը ներշնչեք քթով, արտաշնչեք բերանով։ Այս պարզ վարժությունը հագեցնում է ձեր ուղեղը թթվածնով, այն նվազեցնում է ստրեսի հորմոնները։ Եվ իհարկե քունը։ Քունը ձեր մարմնի վերականգնման ժամանակն է։ Դուք պետք է քնեք 7-8 ժամ։ Քնելուց 1 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը և հեռախոսը։ Դրանց կապույտ լույսը խանգարում է քնի հորմոնի մելատոնինի արտադրությանը։ Փոխարենը գիրք կարդացեք, լսեք հանգիստ երաժշտություն, պատրաստեք ձեր մարմինը հանգստի։ Ահա ձեր իդեալական օրվա պլանը։ Առավոտյան արթնանում եք, խմում եք 1 բաժակ գոլ ջուր, կատարում եք 30 րոպեանոց զբոսանք, նախաճաշին ձվածեղ կանաչիով և մածուն, ճաշին բանջարեղենային ապուր և մի կտոր հավի միս, ընթրիքին, որը պետք է լինի քնելուց 3 ժամ առաջ, թեթև աղցան, քնելուց առաջ ձեր բուժիչ անանուխի թեյը և լավանդայի շնչառությունը։ Սա պարզ է թվում, բայց այն պահանջում է կարգապահություն։ Սկզբում դժվար կլինի, բայց երբ դուք զգաք առաջին արդյունքները, երբ դուք արթնանաք էներգիայով լի, երբ դուք կրկին կարողանաք վայելել կյանքը, դուք այլևս չեք ցանկանա վերադառնալ հին կյանքին։ Այս ամենը ձեզ կտա ոչ միայն առողջություն, այլև երկարակեցություն։ Բայց կա ևս մեկ, վերջին բաղադրիչ, ամենակարևորը, առանց որի այս ամենն անիմաստ է։ Դա ձեր մտքի ուժն է, և ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես օգտագործել այն ձեր բուժման համար։ Մենք միասին անցանք երկար ճանապարհ։ Դուք իմացաք այն գաղտնիքները, որոնք թաքցնում էին ձեզնից։ Դուք ստացաք գիտելիք, որն ունի հազարամյակների ուժ, բայց գիտելիքն առանց գործողության մեռած է։ Գորիսեցի Վահրամն այսօր լրիվ այլ մարդ է։ Նրա աչքերում կայծ կա։ Նա առավոտյան արթնանում է ոչ թե ցավից, այլ թոռնիկի ծիծաղից։ Իսկ դուք, ինչ եք ընտրելու դուք։ Այսօր դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Մի ճանապարհը ձեզ ծանոթ է։ Դա դեղերի, բժիշկների, անվերջ սպասումների ճանապարհն է։ Եթե դուք ընտրեք այդ ճանապարհը, ոչինչ չի փոխվի։ 1 ամիս անց դուք կլինեք նույն տեղում, 6 ամիս անց ձեր ցավերը կուժեղանան։
ձեզ կնշանակեն նոր, ավելի թանկ դեղեր, ձեր մարմինը կշարունակի քայքայվել, շոկային փաստ, ձեր տարիքում յուրաքանչյուր անգործության օրը կրճատում է ձեր կյանքը միջինը 6 ժամով, դուք պատրաստ եք վճարել այդ գինը, բայց կա մյուս ճանապարհը, դա բնության, իմաստության և ինքնահարգանքի ճանապարհն է, եթե դուք այսօր որոշեք քայլել այդ ճանապարհով, եթե դուք այսօր պատրաստ եք ձեր առաջին բուժիչ թեյը, ահա թե ինչ տեղի կունենա, մեկ շաբաթ անց դուք կնկատեք, որ ավելի լավ եք քնում, ձեր տրամադրությունը կբարձրանա, մեկ ամիս անց ձեր գլխացավերի ինտենսիվությունը կնվազի կիսով չափ, ձեր էներգիան կավելանա, 6 ամիս անց դուք կմոռանաք, թե ինչ է քրոնիկական ցավը, դուք կզգաք ձեզ 10 տարով երիտասարդ, դուք կվերադարձնեք ձեր կյանքը, սա պարզապես ցավից ազատվել չէ, սա լիակատար վերափոխում է, երբ դուք սկսում եք հոգ տանել ձեր մարմնի մասին, ձեր միտքն էլ է մաքրվում, դուք սկսում եք այլ կերպ նայել աշխարհին, դուք դառնում եք ավելի հանգիստ, ավելի իմաստուն, ձեր հարաբերությունները ընտանիքի հետ կբարելավվեն, որովհետև դուք այլևս չեք լինի դյուրագրգիռ, հոգնած ծերունի, դուք կլինեք ընտանիքի հենասյունը, իմաստության աղբյուրը, Վահրամը սկսեց իր թոռնիկին սովորեցնել այն, ինչ ինքն էր սովորել, նրանք միասին այգում անանուխ են աճեցնում, նա իր գիտելիքը փոխանցում է հաջորդ սերնդին, այսօր դուք ստացաք բանալի դեպի առողջ և երջանիկ կյանք, բայց դուռը պետք է բացեք դուք ինքներդ, ձեր առողջությունը ձեր պատասխանատվությունն է, դա ձեր սրբազան պարտքն է ձեր մարմնի առջև, որը ծառայել է ձեզ այսքան տարի, ես ուզում եմ, որ դուք հիմա մի պահ փակեք ձեր աչքերը, և պատկերացնեք ձեզ 1 տարի անց, դուք արթնանում եք առանց ցավի, դուք լի եք ուժով, դուք ժպտում եք։ Այս պատկերը կարող է դառնալ իրականություն, ամեն ինչ ձեր ձեռքերում է, ես խնդրում եմ ձեզ, մի կորցրեք այս հնարավորությունը, սկսեք այսօր, հենց հիմա, գնացեք խոհանոց և պատրաստեք ձեր առաջին բաժակ բուժիչ թեյը, սա կլինի ձեր առաջին քայլը դեպի նոր կյանք, խնդրում եմ, կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում, գրեք թե ինչ զգացիք, ձեր պատմությունը կարող է ոգեշնչել հազարավոր մարդկանց, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ավելի հզոր մեթոդները, և կիսվեք այս տեսանյութով ձեր սիրելիների հետ, նրանց հետ, ովքեր նույնպես տառապում են, շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ, եղեք առողջ։